Դե մենք ոսկոր ենք իրանց կոկորտում նստած, կարելի է իրանց նենց թեքել ճանապարհը, որ լցվեն Արաքս գետը, խեղդվելով հետեթան դեպի Ադրբեջան։ Կարող ենք։ Քիչ չենք կարող, բայց եթե փորձեն իրանք մոտենան մեր դիրքերին, ռոբոտները բոլորին մորթենք թափեն գետին ախր։ Ուրեմն Ղարաբաղի հարցը փակված է թե չէ չգիտեմ, Արցախի հարցը երբեք չի փակվի։ Ինչ պիտի անենք։ Պետք է խփենք։ Մենք ի վիճակի ենք ստեղծելու այնպիսի բաներ շատ կարճ ժամանակահատվածում։ Ծնկիկ բերենք Ադրբեջանին էլ, Թուրքիային էլ։ Ես ես ռոբոտների գործողությունը ցույց տամ ինչ անում, ասեմ թույլ տվեք, տանեմ որպես նվեր, տամ մեր զորամասերին, փող չեմ ուզում ձեզնից։ Այդ զարկը երբ է լինելու, երբ է ոտքի կանգնելու։ Ծարավ եմ իրան Սարյանը։ Կարող ենք։ Ինպես ծարավ մարդիկ շատ կան։ Ես էլ ասեմ ձեզ, եթե ուզում են իրանք Միջանցք զորով վերցնեն, չեն կարողանա։ Ալիևի վախճանը տեսնում եք մեր ներուժով, պարոն Ղումաշյան։ Միանշանակ տենում եմ ես։ Բարև ձեզ, պարոն Ղումաշյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ ձեր տուն հրավիրելու համար։ Բարև եք եկել։ Պարոն Ղումաշյան, շատ կարևոր մարտահրավերների մասին ենք այսօր խոսելու։ Թուրքիը իր ամբողջ ներուժով օրակարգ է թելադրում մեզ։ Ասում է սահմանադրության մեջ փոփոխություններ արեք, Մասիսարի մասին մի խոսեք, մի զինվեք, տարատեսակ երկրներից ռազմական տեխնիկա եւ հրազեն մի ստացեք, եւ ասում է նաեւ, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, Ալիևի բերանով։ Սա ինչ է։ Իհարկե, եթե մենք տեղիք տանք Թուրքի, ադրբեջանցու խոսույթներին, ապա այդ իրանց ամբողջ ցանկությունները կիրականանան։ Դա իրենց ցանկություններն են, երազանքներն են, եւ որին հասնելու համար իրանց ամբողջ պետական լծակը օգտագործում են։ Եվ մենք շատ լավ տեսնում ենք այդ ամեն ինչը, թե Մասիսարի պահով, արևմտյան Ադրբեջանի պահով, անկախության հռչակագրի մասով, անկախության հռչակագրի պահով եւ իհարկե սպառազինություն ձեռք բերելու կամ ստեղծելու եւ այլի պահով։ Թուրքը ինքը Իրանը պետք անի, որտեղ մենք ոսկոր ենք իրանց կոկորտում նստած եւ ոչ թե միայն իրանց, այս իսլամական պետությունների, հա, կոկորտին մի հատ ոսկոր ենք նստած այն Խաշմիրուկում, որը իրանք դարեր շարունակ չեն կարողանում իրանցով անեն։ Եթե խորհրդային տարիների ժամանակ նմանատիպ, ասենք, հարցերի լուծումը կատարվում էր լիարժեք միութենական պետությունների որոշումներով կամ Մոսկվայի որոշումներով, այսօր ուրեմն իրանք հաշվի առնելով են փաստը, որ իբր թե իրանք հաղթեցին մեզ 44-օրյա պատերազմում եւ թելադրանքներ են ներկայացնում իրենց իսկ ցանկության տնտեսություն զարգացնելու կամ առևտրական հարաբերությունները ունենալու այլ երկրների հետ, հատկապես Ադրբեջան եւ Թուրքիայի միասնության պահով, ճանապարհների միասնության պահով։ Ցավը նրանում է, որ այն պահանջները, որ ինքը դնում է, մեր պետությունը adekvat պատասխան չի տալիս իրանց այդ ամեն ինչի հարցով եւ տեսնում ենք, որ ընդհակառակը գնում են որոշակի զիջումների, որոշակի համաձայնագրերի նման հարցերի շուրջ, օրինակ հենց առաջի հարցը Մասիսարին վերաբերվող, որ արդեն իսկ խոսակցությունը գնում է, որ Մասիսարը մերը չի, դա Թուրքիայինն է, ասենց էլ ասվում է, մերը Արագած սարն է, բայց մենք չմոռանանք, որ էլ ավելի հեռու որ գնանք, մեզ արդեն իսկ մեր հերոսների պահով կերցնում էին, որ իրանք ֆաշիստներ են, Նժդեհի վրով տվյալ խոսակցությունները գնում էր, որ իրանք Հայաստանի լավը չեն ցանկացել եւ այլն եւ այլն։ Եվ Մասիսարից հետո գնանք այն տարածքները, որոնք իրանք
վերցրեցին, որ Ադրբեջանը հայաթափեց Արցախը, էթնիկ զտումների միջոցով էլի մեր կողմից ոչ մի պահ չգնաց, իրանք պահանջում են հռչակագիրը, որպեսզի մեր մոտ վերանա եւ պատահական խոսակցություն չէ, որ արդեն իսկ ասվում է, որ Արցախի Ղարաբաղի հարցը մեր մոտ լիարժեք փակված է։ Արցախի հարցը միթե փակված է։ Ուրեմն Ղարաբաղի հարցը փակված է թե չէ, չգիտեմ, Արցախի հարցը երբեք չի փակվի։ Հասկացողը հասկանա, թե ես ինչ եմ ասում։ Ալիևը իրեն պատռելով տարբեր ամբիոններից հայտարարում է, որ Արցախի հարցը փակված է, պարոն Ղումաշյան։ Դա Ալիևը չի ասում, մերոնք էլ են արդեն ասում էդի։ Վերջերս հենց ազգային ժողովի ամբիոնից մեր վարչապետը նմանատիպ հայտարարություններ էր, որ Ղարաբաղի հարցը վերջակետադրված փակված է մեր էջերում։ Չկա էլ այդպեսի բան։ Դուք էլ եք տեղյակ, որ այդ հայտարարությունը արվել է։ Ես չեմ ընդունում դա։ Իմ տեսակը չի կարա ընդունի դա, ասեմ։ Ովքեր որ կմտածեն, որ այսօր Արցախի հարցը փակված է, ուրեմն Սյունիքի հարցը կփակվի վաղը, կփակվի նաև Սևանա լճի հարցը եւ կփակվի Արևմտյան Ադրբեջանի հարցը լիովին։ Եվ պատահական չէ, որ արդեն իսկ իշխանական թևից որոշ մարդիկ հայտարարություններ են անում, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ գան այստեղ ապրեն արտերկրի քաղաքացիներ, իհարկե չեն ասում ադրբեջանցիներ։ Ադրբեջանն է բազմիցս ասել, որ 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնան իրենց տները։ Այո, ճակերտավոր հայրենիքը։ Ճակերտավոր իրենց տները։ Հիմա հետևյալն ասենք։ Ես լավ հիշում եմ 80-ական թվականներին, որ այստեղ ապրում էին թուրքեր, ոչ ադրբեջանցիներ։ Բայց հիշում եմ նաև իմ պապուս պատմածը մեր գյուղը ինչի համար է կոչվել Գեչառլու։ Երբ որ թուրքերը վրա են տվել, գյուղացիները փախել են, այս գյուղում ոչ մի կենդանի շունչ չի եղել բացառությամբ մի հատ այծից։ Գեչ արջ։ Այծ։ Եվ թուրքերը անունը դրել են Գեչառլու, մեր գյուղի անունը։ Ուրեմն մեր մեջ, մեր գյուղացիների մեջ թասիբն այնպես էր պահպանված, որ կողքի գյուղում սովետական գյուղում Քյարիմախ էին կոչում այն ժամանակ։ Այնտեղ ապրում էին էլի թուրքեր, որ նրանց մեծահարուստները կամ չգիտեմ ուզում էին նեղած լինեին, բայց այս գյուղից վաղ ասում էին Ղաչաղներ, ելել են ոտի, որոնք թաքնվել են Արագած լեռան փեշերին, գիշերները հարձակվել են դրանց վրա, կոտորել են, հետո երբ որ բոլշևիկները եկել են եւ բոլշևիկներին եւ թուրքերին իրանք կոտորել են միշտ։ Իմ ասելն նա, որ 80-ական թվականներին մենք թույլ տվեցինք իրանք հեռանան այստեղից, երբ որ իրանք հեռացնում էին այնտեղից Սումգայիթի, Բաքվի ժողովրդին եւ փոխանակումներ արեցին իրանք բնակարանների հետ։ Այնտեղի հայերը թուրքերի հետ եւ այլն, բայց հայերին թույլ չտվեցին, որպես իրանք գույքը բերեն իրանց հետ։ Իրանք եկան դատարկ։ Սրանք գնացին ամեն ինչ պետք է տարան իրանց հետ։ Եղել է այդ բանը։ Հերքել չի կարելի էդի։ Չէ, ամեն դեպքում 300,000-ի մասին է խոսքը։ Չէ, այդքան չի կարա լինի, բայց 300,000, եթե ադրբեջանցի հիմա մենք ուզում ենք համաձայնություն տանք, եթե որ բերենք Հայաստան, ովքեր են լինելու այդ 300,000 բնակիչները, պետք է հաշվի առնենք էդի, որոնք արդեն 30 տարի սնվել են հակահայկական քարոզչությամբ, իրանց մոտ միանշանակ հետևյալն է դրված, եթե հային մորթում ես, ուրեմն դու դրախտ ես գնալու, ու իրանց թույլ տանք, որ գան, իրանք մեր հողերի մեջ ապրեն։
Ինչպես են իրանք ստեղ բնակակրվել, ես ուզում եմ ասեմ, դրա մեղավորությունը եղել է ուրեմն ջարդերը 15 թվականի 20-22 թվականների հայ-ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, որ եղել են այդ ամբողջը եւ երբ որ խորհրդային կայսրությունը արդեն ստեղ կազմավորվել է, բոլշևիկյան կայսրությունը, ինտերնացիոնալիստական պետություն չէ ստեղծվեց, ասենց ասենք, եւ այդտեղ դրեցին եղբայրական պետությունների միություն ստեղծեցին ու համերաշխ փորձեցին բոլորին համերաշխեցնել եւ ապրեցնել իրար հետ նույն հոգեբանությամբ, նույն դաստիարակությամբ, այդպես մինչև 70 տարի։ 70 տարի մենք իմացել ենք, որ Ադրբեջանը մեր հարևան բարեկամ երկիրն է, Վրաստանն է մեր բարեկամ երկիրը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ ոչ թե բարեկամ երկիր, մենք համարել ենք, որ սա մեր տունն է սովետական միությունը։ Մեզ էդ են կեսրել 70 տարի։ Բայց այդ հեղափոխությունը, որ կատարվեց Ռուսաստանում, Գորբաչովը դեմոկրատիան մտցրեց եւ բոլոր երկրները սկսեցին անջատվել իրարից։ Անջատվեցին ու այն քարտեզներով, որով որ խորհրդային տարիներին իրանք կանգնել էին, կային որպես գծված քարտեզներ, երկրների այդ ձևի իրանք տարանջատվեցին եւ իրանց տարածքները վերցրեցին։ Իսկ Արցախը պահանջեց իր սուվերենությունը Ադրբեջանից ու խորհրդային միությունից չտվեցին, ինքը ստացավ այդ ամեն ինչը։ Ու դուք նշեցիք Մասիսար, չգիտեմ, ամեն ինչն ասենք, բայց մենք չասեցինք Մինսկի խմբի լուծարման մասին։ Միակ կազմակերպությունը, որը պետքա պաշտպանի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այո, դա էլ է Ալիևի պահանջների շարքում։ Այս հարցին Ալիևը հարցը դրել է, ու մերանք նորից համաձայնվել են, որ լուծարվի դա։ Գիտեք, շատ բարդ հարց տվեք ինձ, ուզում եմ գտնեմ պատասխանի վերջը, չեմ կարողանում կամ հասնեմ պատասխանի վերջին։ Ես մի բան կարամ ասեմ։ Մասիսարը ուրացողը չի կարա հայ կոչվի։ Հայոց պատմությունը ուրացողը չի կարա հայ կոչվի։ Եթե մենք մտածում ենք հայրենիք, որ ես պետք է հաստատանամ ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններով, միայն ես չեմ կարա ինձ հայ կոչեմ։ Ես այս ձևի կարամ այդ պատասխանը տամ, իսկ ինչ վերաբերում է հռչակագրին, հռչակագիրը դա մի անձեռնամխելի փաստաթուղթ է, որին ոչ ոք իրավունք չունի կպտելու, ոչ մի իշխանություն, ոչ մի կառավարություն, ոչ ոք չի կարա մի տառ կամ ստորակետ այդ հռչակագրի միջից փոխի։ Դա կհամարվի միանշանակ կհամարվի դա դավաճանություն երկրի հանդեպ, հայրենիքի հանդեպ։ Ալիևը սա արդեն ազգային անվտանգության խնդիր է, եթե որևէ մեկը կփորձի հռչակագրին կպնի։ Ես դա եմ մտածում։ Տարեսկզբից սկսած Ալիևը բարձրաձայնում է, սպառնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասով։ Ամեն ինչ անում է, որ փոկի Զանգեզուրի միջանցքը, ասում է, եթե Հայաստանն է չտա, ես ինքնուրույն կվերցնեմ դա։ Եվ մենք Զանգեզուր կմտնենք ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով։ Օրերս Պարսկաստանի նախագահը Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասեց ու հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Առաջին մասով Զանգեզուր կոչված միջանցքը ինչ է եւ երկրորդ Պարսկաստանի նախագահի այդ հայտարարությունը ինչ ազդանշան է պարունակում իր մեջ։ Գիտեք, այսօրվա դրությամբ եթե մենք ասում ենք, որ Արցախը Ադրբեջանի մաս է,
Դե բոլորն էլ պետք է ասել դա։ Սենց ասեմ։ Հիմա ասենք իմ բաղչի սահմանը, եթե ես ինքնուրույն դնեմ քաշեմ 2 մետր էս կողմ, իմ հարևանը պետք է օգտվի այդ առիթից։ Դեռ մի բան էլ են անի, որ նոր սահմանը խարխլված լինի, վերցնի մի քիչ ինքը քաշի էս կողմի վրա, հողերը ավելի շատ վերցնի։ Պարսկաստանը չի գիտակցում, որ ինքն էլ է շատ վատ վիճակում հայտնվելու, եթե Զանգեզուրի Միջանցք կոչված երևույթը կյանքի կոչվի Ալիևի ուզածով։ Ես մի բան գիտեմ, որ Ադրբեջանից, գիտեք, 16 թվականի կռիվը որ եղավ, երբ որ իրանք առաջ եկան Լելետեփեն գրավեցին ու կանգնեց պատերազմը 4 օրը քարորյա պատերազմը, ես այն ժամանակ մի այսպեսի հայտարարություն արեցի, որ իրանք այս ամբողջն արեցին երկաթգիծը բացելու համար, ապահովելու համար երկաթգիծը Հորադիզից դեպի Պարսկաստան եւ այդպես էլ եղավ, չանցավ մի ամիս բանակցությունները գնաց Պարսկաստանի ու Ադրբեջանի միջև երկաթգիծը բացելու պահով Ռուսաստանն էլ մասնակցեց, եթե չեմ սխալվում ես այդ բանակցություններին։ Բայց հիմա ներկայդրությամբ Զանգեզուրի Միջանցք Հայաստանի տարածքով, Միջանցք բառը ինչ ձև ենք մենք անցալում, ինչ ձև ենք հասկանում։ Եթե իրանք ուզում են Ադրբեջանից դեպի Նախիջևան որոշ տրանսպորտային միջոցներով բեռներ, քաղաքացիական անձիկ եւ արտեղափոխեն, պետք է լինի ուրեմն հսկողությունը պարտադիր Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վրա, մեքենաների ստուգումը եւ այլը եւ այլը։ Եվ թող գան անցնեն։ Դրան դեմ է կտրականապես Ալիևը։ Եթե իրանք դեմ են դրան, ուզում են որ իրանցով անեն այդ ճանապարհը, մենք չենք կարող այդ ճանապարհը տանք։ Եթե պատերազմ են ուզում, կպատերազմենք։ Ինչ է ստացվում Զանգեզուրի Միջանցք կոչվածը, որ ուզում է Ալիևը, եթե վերցնի, եթե տրվի նրան, ինչ է ստացվում։ Հայաստանը ամբողջությամբ շրջափակման մեջ է հայտնվում։ Դառնում է, այո, շրջափակված։ Այսինքն այլևս մենք Իրանի հետ հարևան չենք լինում։ Եվրոպա, Պարսկաստանի ճանապարհն է փակվում։ Այո։ Դա էլ պետք է հաշվի առնենք։ Դա Պարսկաստանի համար էլ է, չէ՞, կարմիր գիծ։ Իրանց համար ձեռնտու չի դա։ Ինչ քայլերի կգնա Պարսկաստանը։ Գրիգ ջան, ես հետեւյալ ձևով կարամ ասեմ, եթե համենայն դեպս ես չեմ կարա երբևիցե մուսուլմանական աշխարհին վստահեմ, արդեն իսկ չի կարելի քրիստոնյա աշխարհին վստահել, այն ինչ որ այս երկրորդ կատարվեց թե Վատիկանում, թե Ռուսաստանում։ Ես կարամ վստահեմ միայն իմ հավատքին, իմ հոգու կանչին, այս պահերին։ Դուք մեծ քաղաքական իրավիճակի հարցեր եք տալիս ինձ, որոնց ես կարող եմ պատահի սխալ պատասխանեմ, բայց ես մի բան գիտեմ։ Եթե ուզում են իրանք Միջանցք զորով վերցնեն, չեն կարողանա։ Հաստատ չեն կարողանա։ Զանգեզուրը չեն կարողանա ինչ նկատի ունեք։ Մենք չենք թողնելու։ Չենք թողնելու։ Պարսկաստանը չի թողնելու։ Մենք չենք թողնելու։ Ամերիկան թե Արևմուտքը։ Մենք չենք թողնի առաջին։ Մենք կարող ենք ինքնուրույն պաշտպանել Ալիևի Զանգեզուրի կոչված Միջանցքը չտրվի։ Լավ, եկեք սկսես խոսանք։ Չմոռանանք մի բան, որ Զանգեզուրը լեռնային շրջաններ են, ամբողջ ահռելի լեռնային շրջաններ։ Լեռնային շրջաներում հաշվի առեք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն այդքան չեն աշխատում, հրթիռները եւ այլը եւ այլը։ Ընդ հիմնականին մարդկային գործոններն են ու պարտիզանական շարժման գործոններն են հիմնականում լինելու։ Այնպես որ պարտիզանական շարժումը եթե Զանգեզուրում սկսվեց, ես հաստատ համոզված եմ, որ դից կանցնենք Արցախ ու կանցնենք չգիտեմ միջև որտեղ։ Նա ասաց նաեւ, որ Զանգեզուրի Միջանցքը կվերցնի կոչված այդ Միջանցքը առանց մեկրակուցի։ Դե իր նպատակը երևի քաղաքացիական ավտոմեքենաներով մարդկանց բերի սահման անցնի գա, մենք էլ կրակենք այդ քաղաքացիական մարդկանց վրա, աշխարհին ցույց տան, ասեն տեսեք, sense բան եղավ, հա։ Դրեցին քաղաքացիական մարդկանց գնդակահարեցին, որոնք ուզում էին խաղաղ ձևով անցնեին դեպի Նախիջևան։ Իրանց պոլիտիկան դա է։ Հնարավոր է Ալիևը այդպեսի մի քայլ անի, որովհետև իր համար մի 1000 հոգի այս կողմ այն կողմ իր համար հեչ բան է սպանել իր իսկ ժողովրդից, թեկուզ եւ մեր ձեռքով, բայց այդ քայլին էտալը դժվար բան է։ Եթե կարողացան իրանք այդքան խորաման քայլ անեն Շուշիում բերեն խաղապան, բան ինչա կոչվում, բնապահպանների անվան տակ լցնեն ճանապարհը փակեն ու բլոկադայի ենթարկեն Արցախը 1 տարուց ավել։ Ինչ արեցին Բերձորում։ Այո, ես ներսորս տեղել հնարավոր այդպեսի պրովոկացիոն քայլերի գնան։
Բայց ես մտածում եմ կարելի է իրանց նենց թեքել ճանապարհը, որ լցվեն Արաքս գետը, խեղդվելով հետեթան դեպի Ադրբեջան։ Կարող ենք։ Իչքի չենք կարա, բայց եթե իրանք ասեմ մի բան էլի։ Իրանք ամեն ձևի քարոզում են իրանց ժողովրդին մեզ ստորացնելու, սպանելու, վերացնելու։ Այո։ Ես ծարավ եմ իրանց արյանը։ Կարող ենք։ Ինպես ծարավ մարդիկ շատ կան։ Ես էլ ասեմ ձեզ։ Սպասում։ Դա արդեն կբերի այն բանը, եթե հանգարց խաղեր տալով ոնց որ Մասիս ծառը մերը չի, մյուսը մերը չի, չգիտեմ Արցախի էջն ա փակվել, Ղարաբաղի Արցախ չեն ասում իրանք, չէ, Ղարաբաղի էջն ա փակվել եւ այլն ու գա մի պահել, որ ասեն մենք հա ասենք ասել է արդեն որ այո ճանապարհ կտրամադրենք մենք իրանց Զանգեզուրով։ Եթե այդ ճանապարհի տրամադրումը ու համընկնումը Ադրբեջանի այս հայտարարության հետ եւ խաղը բերում է դրան, մենք արդեն պետք է չնայենք էլի, թե ով ինչ խաղ է տալիս այս երկրի գլխին, որովհետեւ Միջանցքը ինչ պիտի անենք։ պետք է խփենք։ Ինչ պետք է անենք։ Ինչով։ Քարով, ժայռերը շուրտալով վրեքը։ Սենց ասեն։ Նա ժամանակակից տեխնիկա է օգտագործում Իսրայելից ձեռք բերված։ Ինչ տեխնիկա նկատի ունեք, տանկեր, հրթիռներ, ամեն ինչ։ Այսինքն իրանք խաղա բնակչությունը պետք է այդ հրթիռներով, տանկերով գանցնի այդ ճանապարհը։ Տեղյակ չեմ Ալիևի սցենարից, բայց ամեն դեպքում ըստ նրա հռետորաբանությունը։ Ես էլ եմ ասում, գլցնենք Արաքսի ափը, պատանդավորենք իրանց ու կանգնենք, սպասենք։ Չի կարծում, որ տարածաշրջանում Ալիևի գլխին լուրջ աղետ է կուտակվում։ Տարածաշրջանում կարող է, որովհետև իմ կարծիքով Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրումը աղետը կբերի Ալիևի գլխին։ Եվ Ալիևը այդ ամեն ինչը գիտակցելով պատահական չէ, որ վազել է Մոսկվա զորքատարել ընդդեմ պարադի մասնակցելու։ Պարոն Ղոմաշյան, հայի ինքնության կորիզը մենք այսօր ինչով պետք է ջրենք, ինչպես պետք է հայի ինքնության մեջ արժե համակարգը ել ավելի բարձրացնենք առ հայրենիք։ Նախ առաջին հերթին իմ կարծիքով մենք պետք է չուրանանք մեր պատմությունը, մեր մշակութային արժեքները։ Գիտեք, մենք այսօր խոսում ենք դպրոցաշինությունից, բայց մոռանում ենք, որ ժամանակին կրթվել են մարդիկ եկեղեցիներում։ Ամառասը այն եկեղեցին չի, որ ասենք այնտեղ հիմնականում կարելի է գնալ աղոթել, մենք պետք է հասկանանք, որ ամառասը դպրության կորիզն է եղել։ Այո, հենց Նեսրո Մաշտոցի ձեռքով։ Այո։ Եվ այսօրվա դրությամբ չիմանալով հիմնականում մեր պատմությունը, մենք առաջին հերթին մեր մեջ սպանում ենք հայրենասիրությունը։ Այն քարոզությունը, որ եթում է այսօր Ալիևի կողմից, որ եթում է այսօր Հայաստանում, հայրենասիրական միջոցառումների կրճատումները, մեր երեխաներին իրական հայկական պատմությունը դասավանդելը, դա կբերի ընդրանից, որ մենք երբեք չենք ջրի մեր հայրենասիրության ծառը։ Եվ այդ արմատները կչորանան, ու այդ ծառը մի օր էլ չի գոյություն ունենա, ոչ էլ պտուղներ կտա։ Մենք այսօր այդ վտանգի շեմին ենք։ Մենք ավելի վտանգավոր շեմի վրա ենք այսօր, ոչ թե այդ վտանգի։ Դրանից մի քանի անգամ վտանգավոր շեմի վրա ենք, որովհետև գիտեք, անընդհատ կերցնել ժողովրդին, որ մենք չունենք Արևմտյան Հայաստան, անընդհատ կերցնել, որ Մասիսար չունենք, անընդհատ կերցնել, որ չգիտեմ Արցախ չունենք, դա մերը չի։ Ցեղասպանությունը դնենք կասկածի տակ, ցեղասպանվածների անուններն են ուզում հանեն ոտի, չգիտեմ ինչ ձևի Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրանքով, մեզ ուզում են կերցնեն հայոց պատմություն, թե ադրբեջանական պատմություն, ես չեմ իմանում։
գոյություն ունի փաստ վավերագրական կադրեր Հեյդար Ալիևի խոսակցություններին, որ իրանք մինչև 36 թվականը 3 ազգի են պատկանել, սկզբից թաթարներն իրանց անունը դրել, 1936 թվականի մասին է խոսքը, որից հետո իրանց անվանել են, չգիտեմ, թուրքեր, որից հետո 36 թվականին ասել են ադրբեջանցիներ, դու իրանց անունը դրել են Ադրբեջան։ 36 թվից մինչև այսօր 100 տարին էլ չի լրացել։ 100 տարեկան չեղած խորհրդային կայսերության կողմից ստեղծած պետությունը, որը եղել է հայկական տարածքների վրա եւ հիմնական նպատակը Կովկասում 3 պետությունները բաժանել է Կովկասյան պետություն չունենալու պահը եղել այն, որ Ռուսաստանը Իրան ապահովեր դրանով։ Ու դուք պատկերացրեք այդ պետությունը, որ ստեղծվել է անունը դրվել է Ադրբեջան, այսօր հայկական պատմությունը, դարեր ունեցած պատմությունը վերագրում է Իրան։ Այսօր իրանք բարձրաձայնում են աշխարհում մեկ, որ իրանք դարերի ժողովուրդ են։ Իսկ հայկական դիվանագիտությունը լռում է։ Ոնց կարամ ասեմ, որ մեր ծառը հայրենասիրության պետք է ջրվի այլևս։ Ոնց ասեմ։ Հայրենասիրությունը շատ բարդ խնդիր է, Գրիգ ջան։ Հայրենիք սիրելը շատ դժվար բան է։ Հայրենիք սիրողին չեն սիրում։ Այսօրվա երկրում, այսօրվա Հայաստանի Հանրապետությունում հայրենիք սիրողին չեն սիրում, հալածում են։ Այնպիսի մի տպավորություն է կարծես թե հային հանում են հայի դեմ։ Դե էլ կա։ Այսօր հերը որդու դեմ այլած, եղբայրը եղբոր դեմ այլած ասում է մասնատի, որ տիր ես։ Եվ այդ ամբողջը արվում է իշխանություն պահելու համար, ոչ թե երկիր պահելու համար։ Ինչ ենք, ընդամենը մի 2-2.5 միլիոն ժողովուրդ ենք, 3 էլ չկանք Հայաստանում, գնացել են սաղ։ 3 միլիոն ժողովրդին պահելը ինչ է, լասեք հասկանամ։ 3 միլիոն ժողովրդի մեջ ապրում են մարդիկ, որոնցից մի հոգին ընդամենը այդ մարդկանցից կկարան այս ժողովրդին անես պահի, որ ինքը չքավոր չկոչվի, հրաշալի ձևով ապրի։ Բայց այս օրհասական ժամանակների մեջ ժողովուրդը կարծես անորոշություն է ապրում։ Այս ժողովրդի մեջ ինչպես պետք է հանենք այդ հայրենասիրական մղումները։ Ժողովրդին վերաբերվող ես ուզում եմ երկու տարանջատման ձևով խոսեմ։ Հայաստանի Հանրապետությունում տարբեր ժողովուրդներ ապրում են։ Հայեր, վրացիներ, ռուսներ, թուրքեր են ապրում արդեն, հնդիկներ, պարսիկներ, դա ժողովուրդն է, որ Հայաստանում է գտնվում։ Բայց ինձ հետաքրքրում է հայի տեսակը։ Հայերի մեջ տարանջատումը ինչքան է եւ ինչի համար է։ Այ հայ ժողովրդի մեջ, խոսենք հայ ժողովրդով, որը ապրում է Հայաստանում։ Հայ ժողովրդի մեջ այո, մի քանի ճամբարներ գոյություն ունեն։ Իսկ ես գյուղական վայրում եմ ապրում, ես տենում եմ ժողովուրդը, ինչի մասին է ավելի շատ մտածում։ Ժողովրդին հետաքրքիր է իր ընտանիքը առաջին հերթին պահի կերակրի։ Եթե ինքը չի կարող իր ընտանիքը կերակրի, ինքը մոռանում է իր հայրենիքը։ Հասկանում եք։ Գյուղատնտեսությունը անկում է ապրում այսօր մեր մոտ։ Գյուղացին չի կարողանում իր բերքը անի վաճառքի անձամբ ինքը։ Անպայման վերավաճառողին պետք է տա շատ էժան գնով։ Ինքն էլ շատ թանկ գնով տանում հասցնում է մինչև շուկը։ Ձեռից ձեռ եթալով։ Գյուղացին մնում է չքավոր նորից։ Եվ նույնը ասենք քաղաքի ժողովրդին վերցնենք, մի մասը աշխատանք ունի, ովքեր որ պետական հիմնարկներում աշխատում են, մասնավորների մոտ եւ այլն, բայց մեծ մասը աշխատանք չունի։ Իրանք
ապրել են ուզում։ Դու նախ, եթե պետություն ես քո ժողովրդի բարեկեցիկ կյանքը ապահովի, հետո նոր մենք կարողանանք պատասխանը տանք այդ մնացածի։ Չի արվում ինչի համար, որ այս տարանջատումն է դա։ Ասում եմ դու Քոչարյանական ես, դու Սերժական ես, դու Նիկոլական ես, դու Միրզն ես։ Այն օրը մի կադր տեսա, ես չգիտեմ ով էր այդ միտինգը անում, չէր երևում դրա մեջ, կոմենտների մեջ բոլորին անվանում էին 5000 դրամանոց։ Բազմա հազարանոց մասա էր ընդեկայնս, միթե կարելի է այդ ամբողջ մասային այդպես վիրավորել։ Վիրավորանքը դիմացինին դարձել է, չգիտեմ, սովորական երևույթ։ Առանց մեկը մյուսին վիրավորելու, այս մարդիկ չեն սնվում ոնց որ, հիմա սնունդը դարել է վիրավորանքը։ Գուցե հիմա ես իմ խոսքերի մեջ տարբեր վիրավորական արտահայտություններ անեն իմ վրա, որ ես sense խոսում եմ։ Բայց հիմնականում մենք պետք է մի բան հասկանանք։ Մենք պետք է միավորված լինենք։ Մենք պետք է միասնական լինենք։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորիս երակներում նույն արյունն է հոսում։ Այդ դա է դժվարը հասկացնելը շատ շատերին։ Շատ դժվար բան է դա։ Ասենք ինչ է այսօր կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ 130-ից ավել կուսակցություններ է ստեղծվել։ Ինչի համար, որ մասնատեն ժողովրդին։ Մասնատեն, միայն դրա համար։ Պարոն Ղումաշյան, եթե հայոց հողը խոսեր, ինչ կասեր իր զավակներին։ Հայոց հողը այսօր արտասվում է։ Ես sense կարամ ասեմ, որ իր զավակները, որ ամբողջ Հայաստանի սահմաններով մեկ, ամբողջ Հայաստանի տարածքով, Արցախով մեկ, հողի տակն են ու անտեր են մնում։ Արտասվում է այսօր հայոց հողը։ Հասկանում եք։ Իսկ նվիրյալները, որոնք կյանք չեն խնայել այդ ազատագրական պատերազմներին, կյանք չեն խնայել, այսօր մենք ինչ բարոյականությամբ պետք է խոսենք հայրենիքի մասին։ Ընդամենը վերջերս մեր մեծընտիգրան գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանի ծննդյան օրն էր, ու մենք հավաքվեցինք Եռաբլուրում, հարգեցինք իր հիշատակը եւ ոչ թե միայն իրա, շրջեցինք ամբողջ Եռաբլուրում մեկ սրտերից մեջ sense քարը, մենք շրջեցինք ամբողջ Եռաբլուրով մեկ։ Ու ամեն շիրիմին մոտենալուց ներողություն ենք խնդրում։ Ես միշտ ներողություն եմ խնդրում իմ են մարտական ընկերներից եւ երանի եմ տալիս իրանց, որ իրանք չտեսան այս ամեն ինչը, որ չկարացինք մենք անենք վերջնական այն ամեն ինչ, ինչ որ պետք էր։ Ոչ թե չկարացինք, չթողեցին, որ անենք։ Այս ծեւի ասեմ։ Ես նոր Եռաբլուրից, մեր երիտասարդներից միշտ ներողություն եմ խնդրում, որ իրանք այս ճակատագրին արժանացան մեր մեղքով, առաջի պատերազմի մասնակիցների մեղքով, որ մենք շատ ու շատ բաների քաղաքականության մեջ չհասկանալով տարվեցինք ու եկանք հասանք այսօրվան։ Որքան ճակատագրեր անավարտ մնացին, որքան հերոս տղերք իրենց երազին չհասան, կռվեցին մի հողում, մի հողի համար պայքար մղեցին, որը պարզվեց, որ ադրբեջանական է։ Խոսքը Արցախի մասին է։ Սա ինչ է, սա մենք ինչի միջով ենք անցնում։ Նո դրա համար երևի ասում ենք նրանք կռվեցին ու զոհվեցին անուն ոչինչի։ Դա կա։ Ոչ, այդ հողերը ադրբեջանական չեն։ Ադրբեջանի տարածքը նույնիսկ ադրբեջանական չէ։ Չմոռանանք, որ Բաքվի նավթահորերի տերերը եղել են հայերը, Բաքվի նավթահորերը, որ բացվել են, արել են հայերը, Բաքուն կառուցել են հայերը, Բաքուն ինչ համար է Բաքու կոչվում, պատմությունից պետք է հանենք մեկ հատ ամեն ինչը, աշխարհը գիտի, մենք ուզում ենք մոռանանք։ Զարմանալի է, աշխարհը գիտի, մենք ուզում ենք մոռանանք, որ Բաքուր խանի թագավորի Ռամանովա Բաքուն կառուցվի իր անունով էլ դրվերա։ Մենք ուզում ենք մոռանանք այս ամեն ինչը, բայց աշխարհը գիտի այդ մասին։
այդ զարկը երբ է լինելու, երբ է ոտքի կանգնելու։ Երբ որ լոկ ազգայնական մաքուր գենով մեկը կդառնա Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Դուք տեսնում եք դա։ Բարդ հարց եք տալիս։ Գուցե իմ տեսածը դուր չգա շատերին, ինչ որ ես տենում եմ։ Դրա համար ես ոչ ուզում եմ անուններ տամ, ոչ էլ ուզում եմ ինչ-որ բան ասեմ այդ հարցով։ Պարոն Ղոմաշյան, հազարամյակները ցույց են տվել եւ ապացուցել են, որ Հայաստանը ունի այնպիսի զենքեր, որոնք ավելի հզոր են, քան թշնամու տանկերը, անօդաչու սարքերը, հրթիռները։ Ինչն է մեր հողի եւ ուժի գաղտնիքը եղել, որ այդ պատմության երկար էջերի միջով մենք անցել ենք, պայքարել ենք ու այսօր կանք։ Գրիգ ջան, ես մի բան գիտեմ, քանի որ ես խորացված եմ մեր գիտականների հետ, լավ մտերիմ եմ ռազմաարդյունաբերող ընկերությունների հետ, հասկանում ես, ես մի բան գիտեմ, որ մենք ի վիճակի ենք ստեղծելու այնպիսի բաներ շատ կարճ ժամանակահատվածում, շատ կարճ, որ ծնկի կբերենք Ադրբեջանին էլ, Թուրքիային էլ, պետական մոտեցումը պետք է ամեն ինչին, պետական մոտեցում, որը մարդկանց գցում է շատ վատ իրավիճակի մեջ, ուրեմն ես չեմ ուզում խոսամ այլևս իմ ռոբոտներից, որ ես սարքել եմ, որ չասեն շատ ես խոսում դրանից, չեմ ուզում խոսամ իմ գետային դրոններից, բայց ես ուզում եմ խոսամ մի ռոբոտի մասին, որը արդեն իսկ կարելի ասել պրեզիդենտացիա արված ցույց են տվել մեր ժողովրդին, հա, արված ցույց են տվել մեր ժողովրդին։ Դա Սկորպիոն կոչվող ռոբոտն է, որը շատ արագընթաց, մանյովրնի, եթե անգամ շուռել եկավ ինքն իրան դզում կանգնացնում է ոտքերի վրա, դիպուկ կրակայերթեր անում։ Ինչի համար չի ընդունվում մեր կողմից դրա արտադրությունը եւ ինչի համար չի արագացվում այդ process-ը, եթե ինչ որ թերություն ենք նկատել, վերջապես այսօրվա դրությամբ գոյություն ունի ռազմաարդյունաբերության կոմիտե, գոյություն ունի բարձր տեխնոլոգիաների նախարարություն, լիքը մասնագետներ են աշխատում դրանք, կարելի է այս թիմին հրավիրել կամ գնալ իրանց մոտ, ասել ձեր մոտ այս ինչ դետալը փոխարինենք սրանով, այս ձևի անենք, եւ սա նորմալ կաշխատի։ Չի արվում այտենց։ Ասում են դու գնա այս պայմաններով բեր ներկայացրում ես, մենք այդ պայմաններով ներկայացնելը բավականին գումարներ են կազմում, որ այս մարդիկ կարողանան այդ պայմաններին հասնեն։ Դու ֆինանսավորում ես իրան, որ ինքն անի էդի։ Ես ուզում եմ հասկանամ, դու ուզում ես, որ մենք ունենանք մեր բանակում այդ զենքը, որ այդ մարդու վրա այս հարցը դնում ես։ Եթե ուզում ես, պետք է անես, որ օգնես իրան, որ արագ ձևով դա գնա արդեն արտադրություն մտնի։ Պարոն Ղոմաշյան, եթե չես անում, նշանակում է չես ուզում բանակը զորանա։ Պարոն Ղոմաշյան, մենք չենք ուզում, որ Հայաստանի Հանրապետության սահմանները ամբողջ երկայնքով պաշտպանված լինեն։ Մենք ուզում ենք։ Մենք շատ ենք ուզում։ Գիտես ինչ է կատարվում, Գրիգ ջան, սահմանների պաշտպանության հարցով։ Հիմնական պատասխանատու մարդը, որը պատասխանատու է սահմանների պաշտպանության համար, այն վարչությունը, որը պետք է զբաղվի սահմանների ամրությունները սարքելու եւ այլն, հա, ամրաշինական աշխատանքները կատարելու համար, ինքը երևի խաբարել չէ, որտեղ ինչ է կատարվում։ Ինքը կաբինետում նստած պետք է զեկուցեն իրան, բայց չի գնա, ասենք, տարի մի անգամ սահմանի երկայնքով մանգը, չի մտնում զինվորի խրամատը, ասի ախրեսի ըստ ստանդարտների սենց պետք է կառուցված լիներ, խեք սենց սարքել։ Բայց ինքը պետք է
հետևի, որ սարքեն, իրանց ծառայությունները պետք է անեն այդ ամբողջը, ոչ թե զինվորը սարքի։ Սահմանի կանգնած զինվորը որպես ժամապահ, սենց ասեմ, հելնում կանգնում է հսկում է սահմանը, բայց իրան ասում են զենք դիր, խռամատը սարքի։ Հասկանում ես ինչ է կատարում։ Իսկ այն ծառայությունը, որ պետք է գա այս մարդու խռամատը սարքի, չկա ինքը։ Չկա։ Սահմանները ամրացնելու համար մի հոգի մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որը սենց կոկորտը ճաղում է անընդհատ։ Սմարեք սենց սարքենք, դնենք գմբետներ սահմանի երկրորդ լինիայում, սարքենք ամբողջը, որ վաղը նահանջելու տեղը լինի, եւ որ խփեներ զինվորը չպա, ես Վովա Վարդանովի մասին եմ խոսում։ Այս մարդուն բանի տեղ դնում են էջ, այդ արկիրա։ Մի անգամ ֆինանսավորեցին իրան, որպեսզի այս մարդը գնա ինժեներական ոչ թե կամավորների միջոցով, ոչ թե մյուսների միջոցով այդ գմբետները սարքի, որ ասենք զինվորները մեջը ապահով կարողանան ծառայություն անեն։ Չէ։ Բա ոնց հալնելու այլևս։ Լասեք հասկանամ։ Պարոն Մամաշյան, որ ճանապարհով կարող ենք ազգովի գեներացնել մեր հաղթական ուժը։ Միայն միասնության ժամանակ։ Մենք պետք է մի բան գիտակցենք, որ այսօր եթե մեր ստամոքսը կուշտ է, չի նշանակում մենք վաղը սոված չենք մնալու։ Եվ այս հոգեբանության մեջ առաջին հերթին մենք պետք է մտածենք կանգնենք բանակին թիկունք լինենք։ Ինչն է մեզ միասնական դարձնելու։ Սովորաբար ասում են աղետները, պատերազմները 20 թվականի պատերազմը ցույց տվեց, որ էլի միասնական չեղանք մենք։ Չեղանք։ Այդ հասկացաք։ Ես էլ հասկացա, 20 թվականի պատերազմում համագործակցված պաշտպանություն կամ արձակում մենք չունեինք։ Ֆրանտավայա պազերժկա, ասենց ասեմ։ Մեկը մյուսի հետ չուներ, հյուսիսը հարավի հետ կապը չուներ, հարավի հյուսիսի հետ կապը չուներ։ Եթե հարավին խփում էին, հյուսիսը այստեղից ուրեմն չեր վերցնում կրակը իր վրա, որ թուլացներ ընդից ուժեր բերեր իր վրա։ Պատերազմը ես կառավարել այդպես եմ հասկանում։ Հասկանում ես, չկար այդ ամբողջը։ Իսկ պատերազմից հետո մսակերությունը նորից Հայաստանում մեծացավ, մեկը մյուսի միսը ծամելու եւ որպեսզի այդ ամեն ինչը չնես, սկսեցին մեղավորներ մանգալ գտնել, մեկը մյուսին վերեսին մուր շպրտելով, ժողովրդին հանդարտեցրեցին, ասին գնացեք նստեք ձեր տները, պատերազմ էր, պարտվեցինք էլի։ Հիմա շատ էլի եմ ասում, այդ պարտվել բառը պետք է չասվի մեր կողմից։ Խեմ ասում, զինվորին թիկունք կայնենք։ Զինվորին թիկունք կայնենք, որտեղ մեր զինվորը չպարտվեց, մեր բանակը չպարտվեց այդ պատերազմում։ Տարբեր մակարդակներում ասում է, որ պարտվել ենք Ադրբեջանը, ինչ ասի պետք է անենք, այս տարածքն է ուզում, պետք է ինչ-որ զիջումներ անենք։ Իհարկե, այն Սարի գլխին, որ տարին 12 ամիս ձյուն է, արժի այդ Սարի համար կռիվ տալ հետ վերցնել, հա։ Էդ էլ ենք ասում։ Թշնամին եկե մտել է մեր հողի մեջ, պարոն Խորշյան։ Հողը ամենաթանկ բանն է, եթե մենք չենք հասկանում հողի գինը, մենք ապրելու իրավունք չունենք։ Թշնամին 240-ից ավելի քառակուսի կիլոմետր տարածքի վրա եկի տեղավորվել է Հայաստանի սուվերեն ինքնիշխան տարածքում։ Արդյոք այսօր յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ իր հայրենիքը, իր երկիրը, որտեղ ապրում է, թշնամին զավթել է եւ ապրում է։ Չէ, յուրաքանչյուր քաղաքացի չի կարող դա հասկանալ։ Այսինքն կենցաղը ավելի կարևոր է, ստամոքսը ավելի կարևոր է, սառնարանը ավելի կարևոր է։ Շատերի համար այդպես է եւ ցանկացած ժամանակահատվածում միշտ հաղթողը, պատերազմողը եղել է ժողովրդի 10%-ը։ Ցանկացած ժամանակ, թե Արցախյան առաջինում էլ է այդպես եղել, թե հիմա էլ է այդպես եղել։
Մնացածը ցույց են տալի, թե սիրում են այս երկիրը։ Բայց երկիրը սիրելն այդպես չի, խոսալով չի, այսօր Facebook-յան էջերով ենք հայրենասիրություն մենք քարոզում, իրար կարդում կամ գիտակցում, թե հայրենիքն ինչ բան է։ Բայց որ ելնես բարձրաձայն ես, ասես, ախր այս սրիկա դուխ ես sense բաներ անում։ Չեն անում այդ բանը։ Դրան զուգահեռ նաև քարոզվում է, որ Հայաստանը կործանման ճանապարհի վրա է։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը չկա, այդպեսի արտահայտություն էլ արվել։ Դե գիտես ինչ կա Գրիգ ջան, ես քիչ առաջ մի հատ հարց տվեցիք Ալիևին վերաբերվող, Ալիևն է սա ուզում, Ալիևն է ուզում, բայց եթե մեր մոտ էս քարոզությունն է, ու մենք լսում ենք այդ ամբողջը, ուտում ենք այդ ամբողջը, ու մարսում ենք, բա Ալիևը խբետի չուզի։ Դե ասեք հասկանամ, ինչ ենք ուզում մենք Ալիևից։ Հենց կուզենայի Ալիևի պես մի հատ ղեկավար մենք ունենայինք։ Իր երկրի համար ամեն ինչ անող։ Շատ կուզեի։ Պատմության մեջ հիշատակվող։ Հա բա։ Այն ինչ որ չկարողացավ հայրը անել, ինքը արեց որդին։ Հա։ Ու ինքը իր ազգի պատմության մեջ կհիշատակվի, բա մենք մերոնք ինչ կլինեն։ Սյունիքում երկու հատ գերեզման կա, չէ՞։ Հա, թո հիշեն էտի։ Երրորդը կավելանա։ Ֆրանգուլի մասին է խոսքը։ Այո, Ֆրանգուլի կողմ մի գերեզման կդրվի։ Պարտադիր։ Չի կարա չդրվի։ Պարոն Ղումաշյան, այդ ամենի միջով անցնում ենք, ասում ենք, որ պետք է դասեր քաղենք, ու նույն ողբերգությունը գրեթե պարբերաբար մենք տեսնում ենք ու դրա միջով հետզհետե անցնում ենք։ Միթե մենք չենք կարողանում ի վերջո սթափվել եւ ժամանակի մեջ ճիշտ ժամանակը կարողանանք որակել ու ըստ դրա ուղիներ գտնել, զինվել եւ երկիրը սարքել ամրոց բանակ։ Ահա կարանք։ Մենք կարանք մեր երկիրը ամրոց սարքենք։ Ես էլ եմ ասում, առնվազն ամիս կես ժամանակում կարանք։ Ի վիճակի ենք։ Ով է մեզ հետ պահում, ինչու իրական հայերը, խոսում ենք հայի գենի մասին, ինչու իրական հայերը լիարժեքորեն չեն գիտակցում, Սփյուռքում կան այնպիսի մարդիկ, այնպիսի մասնագետներ։ Երկիրը ինչպես ամրոց սարքենք, հա, հնարավոր է, հատկապես այս տեխնոլոգիաների պայմաններում, դարում, միանշանակ հնարավոր է։ Ալիևը ինչքան ուժեղ ուզում է լինի, ես համոզված եմ, որ եթե փորձի հարձակվելու ինքը ու մենք կորուստներ չտանք, եւ ինքը կորուստներ տա, ստիպված իր ժողովուրդը գելնի իր դեմ կասի կաղնեք չեք ենում։ Կռվում եք, կրակում եք, տարակցնում եք, չեք կարում իրան զինվորին սպանեք, որտեղ զինվորը դիրքում չի լինելու։ Ես այդ մասին շատ երկար մտածել եմ։ Իհարկե գուցե դիրքում լինի, բայց ինքը երբեք ապահով տեղում կլինի, էլի ինքը։ Խոցելի չի լինի։ Գուցե եւ պատահական շալնոյ սնարյադ ինչ որ գանգնի կողքը կամ մոտը ընկնի իր այդ թաքստոցին վիրավորվի կամ զոհեր տանք մի որոշ քանակության, բայց այն զոհը որ պատկերացնում են, մենք այդ չենք ունենա։ Եվ այդ ամբողջը հնարավոր է իրականացնել առնվազն մեծ ուժեր ունենալու դեպքում երևի 2-3 ամսում հնարավոր է իրականացնել, որտեղ իմ պատկերացումը տենալով ես այս վերջի Արցախյան պատերազմը իրանք ինչ զենքերով են եկել մեր վրա, ես գիտեմ, որ հնարավոր է այդ պատնեշը ստեղծել։ Ու համոզված եմ ես, որ թշնամուն մենք մեծ հակարված կտանք։ Այ խելոք միտքը այո տրվում, հիմա ասում ենք մեր սահմանների վրա կրակում են, մենք հրամայել ենք, որ մեր զինվորը չկրակի։ Հələ եկեք մի հատ ռոբոտները շարենք դիրքերի վրա։ Եթե իմանան, որ մենք ռոբոտներին հրամանենք տվել չկրակել իրանց վրա, դա տենա մերը կկրակել, որ ընդդեմ մարդ չկա։ Հետ չեն կրակի։ Բայց եթե փորձեն իրանք մոտենան մեր դիրքերին, ռոբոտները բոլորին մորթենք թափեն գետին ախր։
Ես միտք եմ տալիս մեր բարձրաստիճան ղեկավարությանը։ Ես առաջարկություն արել եմ սահմանապահ զորքերին, որ եղբայր, ես գիտեմ, թե ոնց է կանգնած այսօր մեր զինվորը տեղ գյուղում, Կորնիձորում, ինչի տակ է կայնած, ոնց է կայնած։ Մեղք է այդ երեխեն։ Զինվորին հաղորդում ասում է մոտենում են, էլի։ Թույլ տվեք կրակել, չէ չկրակես, չէ չկրակ, մեկ տենում ենք ամեն ինչ, մի կրակի։ Խեչ երեխեն կրակում է ուզում է բռնեն դատեն այդ երեխան, խես կրակել։ Եկել արդեն ուզում է բռնի տանի։ Բա ոչ չկրակի։ Հարցեր են սրանք։ Այնպես որ մենք պատնեշը սա խոսում եմ ես միայն իմը ռոբոտների պահով, բայց չմոռանանք, որ մենք վստահորեն եմ ասում, էլի, այնպես լավ աղբերներ կան, այնպես հզոր տղաներ կան, ավելի հզոր բաներ են սարքել, որ իրանց տեխնոլոգիաները հեռահար տեղադրվեն մեր դիրքերից հետ մի 5-10 կիլոմետր։ Ընդհանրապես թշնամի չի կարողանա գա, որովհետև համակարգչային հաշվարկներով ամեն մի ռակետը տոշնի պապադենով կխփի ուրեմն շարժական տանկին շարժվելու ժամանակ կբռնի ռակետը։ Ու հենց այդ ժամանակ Ալիևը կհասկանա, թե ինչ վատ վիճակում է հայտնվել։ Այդ ժամանակ մենք կհասկանանք, որ մենք ասում ենք ամբողջ աշխարհին զինել ենք, մնացել ենք առանց զենքի, որ մենք մեզ կարանք զինենք։ Ջայնամ Ալիևը ինչ ուզում հասկանա, ის իր հերնեմանից է։ Ինձ ընդհանրապես Ալիևի հորդորանքները, բաները չի էլ հետարքրում։ Պարզ ասում եմ։ Ինձ հետարքիր է մենք հասկանանք։ Մենք ենք պետք է տեր ելնենք մեր զինվորին, մեր բանակին, մենք պետք է կանգնենք իրանց կողքին։ Մենք որ անընդհատ ասում ենք, վայ ռուսը չեկավ օգնի, ով կգա մեզ կօգնի, պարսիկը, վայ ամերիկան կգա, վայ հեսա լտեսեք Ամերիկայից զորք են բերելու Գերմանիայից ամերիկական տեխնիկա են բերում Հայաստան, արեք լավ շնչենք այս բանով։ Մենք ինչ ունենք։ Քո գլուխը, եթե քորա գալի, անմիջապես մատդ քթիդ վրա դու կարաս տանես։ Ինչ ենք ընկել սրա նրանից օգնություն ուզում մենք։ Եվ որ մենք կարանք շատերին օգնենք, ոչ թե մենակ մեզ։ Եվ որ իմանան, անկեղծ եմ ասում, այսօրվա դրությամբ պետություններ կան հզոր խնդրում են մեզ, որ մեր տեխնոլոգիաների գաղտնիքը տանք իրանց, իմ ռոբոտների արհեստական բանականության այդ ուղեղը որ տամ իրանց, խնդրում են, թվեր են տալիս։ Հասարակ չեն հասկնում այս կանան։ Իսկ մենք չենք կարողանում հավուր պատշաճ։ Հիմա ես մի բան ասեմ, պարզ ասում եմ։ Այո, ժողովրդից հետ չեն տալի գումար, թող չտան։ Մենք օրվա մեջ իմ ուժերով, ես, մի օրում 3-ից 4 սաատ ի վիճակ ենք հավաքելու, որովհետև իրանցից ոչ զավակ ենք ունեցել, զավոդներ ունենք, լաբորատորիաներն ունենք, ամեն ինչ կնոպ են սեղմում ենք, մեր պրոդուկտը դուրս է գալիս, սենց ասեմ ձեզի։ Մեկ շաբաթվա մեջ մի 15-ած սարքում եմ ռոբոտ։ Արեք ես այս ռոբոտների գործողությունը ցույց տամ, ինչ արվում, բերեք մեր ծնողներին, զինվորների, բերեք մեր, չգիտեմ, հասարակական կազմակերպություններին, ումը որ վստահում եք, բարձրաստիճան սպաներին, ես այս ռոբոտների գործողությունը ցույց տամ ինչ անում, ասեմ թույլ տվեք, տանեմ որպես նվեր, տամ մեր զորամասերին, փող չեմ ուզում ձեզնից։ Ի վիճակ եմ էլ անելու։ Ես նաև վստահ եմ, որ շատ մարդիկ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս իրենց ներդրումը կունենան այդ հայրենանվեր գործին, պարոն Ղումաշյան։ Ես այնքան շնորհակալ եմ մեր ազգից։ Մեր երևի չգիտեմ 20-30 միլիոնանոց հայ ազգից։ Պատահական չեմ խոսում ես այս թվերը, որ ասում եմ, որովհետև այն փոքր ժամանակս ես հիշում եի, որ աշխարհում մեկ սպրված են 10 միլիոն մարդ, այսօր նորից խոսում են 10 միլիոնի մասին։ Սա էլ մի դավաճանական պահ է, էլի, մեզ հասկացնելու։ Խի, այսքան արդեն եկավ 64 տարեկան մարդ եմ, այսքան ժամանակ աճ չեղավ հայերի մեջ։ Գոնե 11 միլիոն չդառան։ Ես ոնց հասկանամ։ Ես նույնիսկ կարծում եմ, որ 30 միլիոնն ենք հատել։ Դե ես եմ ասում, բայց ոնց հասկանամ։ Բա
Այդ 30 միլիոնից իրանց ասած 10 միլիոնը ամեն մեկը $1, որը անում է այսօրվա դրով 370 դրամ։ Ներդնի ռազմարդյունաբերության մեջ ամսական։ Դու գիտեք մենք ինչ կանենք։ Իսկապես կվերածվենք Ամրոցի, այո։ Ամրոցի այնպես բունկերներ կառուցեն։ Մեր լեռները նախ տեղից բունկեր են։ Ծաղկենք մտինք սաղ այդ լեռների մեջ եւ այլն։ Իրանը ինչ արել այնտեղ։ Ալիևի վախճանը տեսնում եք մեր ներուժով, պարոն Ղումաշյան։ Միանշանակ տենում եմ ես։ Ես էլ եմ ասում։ Դուք ճանաչում եք նրան եւ ծանոթ եք նրա վախկոտ Ես էլ եմ ասում, ինքը շատ վախկոտ ազնվորություն է։ Եվ ես իր վախճանը, գիտեք, երևի իր ձեռով կտենանք մենք իր վախճանը, ես էլ ասեմ։ Շնորհակալություն պարոն Ղումաշյան, շնորհակալ եմ, որ հրավիրեցիք ձեր տուն եւ ունեցանք հետաքրքիր միևնույն ժամանակ բովանդակալի զրույց։ Բարով եք եկել Գելիք ջան։ Կհանդիպենք էլի։ Պարտադիր։ Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, պարոն Ղումաշյան։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ արև շատ օրեր, ձեր գործի մեջ հաջողություն եմ ձեզ մաղթում, կհանդիպենք։ Մեր կամքը չի կոտրվի երբեք։ Եվ ինչ լույս եք տեսնում Հայաստանում։ Ես տենում եմ լույսը Մասուճարի գագաթին։ Հայկական։ Սենց ասեմ ձեզ։ Ես այդ եմ տենում։ Ես տենում եմ Արցախը ազատագրված նորից։ Ես լուրջ եմ ասում, տենում եմ ես էդի։ Ինչի մասին է խոսքը։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի գնդապետ Կորյուն Ղումաշյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Դե մենք ոսկոր ենք իրանց կոկորտում նստած, կարելի է իրանց այնց թեկել ճանապարհը, որ լցվեն Արաքս գետը, խեղդվելով հետեթան դեպի Ադրբեջան։ Կարող ենք։ Ինչի չենք կարող, բայց եթե փորձեն իրանք մոտենան մեր դիրքերին, ռոբոտները բոլորին մորթենք թափեն գետին ախր։ Ուրեմն Ղարաբաղի հարցը փակված է թե չէ չգիտեմ, Արցախի հարցը երբեք չի փակվի։ Ինչ պիտի անենք։ Պետք է խփենք։ Մենք ի վիճակի ենք ստեղծելու այնպեսի բաներ շատ կարճ ժամանակահատվածում։ Ծնկի կբերենք Ադրբեջանին էլ, Թուրքիային էլ։ Ես ես ռոբոտների գործողությունը ցույց տամ ինչ անում, ասեմ թույլ տվեք, տանեմ որպես նվեր, տամ մեր զորամասերին, փող չեմ ուզում ձեզնից։ Այդ զարկը երբ է լինելու, երբ է ոտքի կանգնելու։ Ծարավ եմ Իրան Սարյանը։ Կարող ենք։ Ինպես ծարավ մարդիկ շատ կան։ Ես էլ ասեմ ձեզ, եթե ուզում են իրանք Միջանցք զորով վերցնեն, չեն կարողանա։ Ալիևի վախճանը տեսնում եք մեր ներուժով, պարոն Ղումաշյան։ Միանշանակ տենում եմ ես։